բարին սկսում է իր աշխատանքը 21 TV եթերում, իսկ դա նշանակում է, որ մեծ սիրով ուրախությամբ դրական էներգիայով լեցված ես Անահիտ Կիրակոսյան ես եկել եմ, որպեսզի առաջիկա 1 ժամը մենք լինենք միասին։ Խոստանում եմ, որ եթերը հագեցած կլինի շատ հետաքրքիր դրվագներով, իսկ այս պահին առաջարկում եմ մի լավ տեսահոլովակ տրամադրություն բարձրացնելու, ինչու ոչ առավոտ վաղ մարզվելու եւ օրը բարի սկսելու համար։ Գնացինք։ Դե ինչ վերադարձանք տաղավար եւ այսօր ունեմ շատ հետաքրքիր հյուր, ով արդեն սպասում է, ես էլ անհամբեր եմ ներկայացնելու։ Այսօր իմ հյուրն է Հայաստանի պատմության թանգարան Պոակի մասնաճյուղ Օրբելի եղբայրների տուն թանգարանի ղեկավար Մարիամ Օհանյանը։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Շատ ուրախ եմ, որ այս առավոտ մեր տաղավարում եք եւ զրուցելու ենք կարևոր թեմայից, երբ մենք ասում ենք առհասարակ Օրբելի եղբայրներ թանգարան, միանգամից հասկանում ենք գիտությանը նվիրված թանգարան, բայց ես կուզենայի փակագծերը բացենք ու առհասարակ խոսենք թե ինչով է զբաղվում թանգարանը, ինչ հետաքրքիր գործունեություն է ծավալում եւ ինչով է տարբերվում։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար։ Իսկապես Օրբելի եղբայրներ ասելով մեր հանրության մեջ այսպես արմատացած է միայն այսպես չոր գիտություն, բայց իրականում սա միահամուռ արվեստի եւ գիտության մի շատ հետաքրքիր յուրօրինակ աշխարհ է, այո, որովհետեւ եղբայրներից յուրաքանչյուրի գործունեությունը այսպես շատ խորը գնում է դեպի մշակույթը, արվեստը եւ եթե այստեղ առանձնացնենք Լևոն Օրբելուն որպես ռազմական բժիշկ եւ ֆիզիոլոգ, միևնույն է, ելի այսպես ինչ որ բանով դա նույնպես կարելի է ասել, որ առնչակից է արվեստին, որովհետև նրա ուսումնասիրությունի գլխավոր առարկան այսպես մարդն էր, մարդը, որի այսպես ուսումնասիրությունը ամբողջ մարդու նյարդային ֆիզիոլոգիան դարձավ նրա գլխավոր այսպես կետը ուսումնասիրությունների եւ գիտական ուղու մեջ։ Իսկ Օրբելի եղբայրների տուն թանգարանը բազմաժանր, այսպես բազմաթիվ հետաքրքիր ծրագրերով հանդես եկող թանգարան է եւ իսկապես առանձնանում է իր բնույթով, շատ հետաքրքիր է նախադպրոցականից մինչև այսպես հասուն տարիքի բոլոր այցելուների համար, մշտապես թանգարանը միանալով տարբեր ծրագրերի, լինի դա այսպես համաեվրոպական, ընթացիկ թանգարանային ծրագրեր, մշտապես ունի առաջարկելու նորություններ այցելուներին եւ յուրաքանչյուր անգամ մեր թանգարան գալով այցելուն կարող է տեսնել նոր իր, նոր ցուցադրություն, նոր ցուցանմուշ, որովհետեւ իսկապես դրանք շատ են եւ պետք է փաստեմ, որ Օրբելի եղբայրների տուն թանգարանը ունի գրեթե արդեն 3000 մշակութային արժեք, որոնք իսկապես այսպես մեծ թիվ են կազմում թանգարանային հավաքածուի համար եւ հիմնական ցուցադրությունը, որը գրեթե 1500 իր է, իրենց անձնական իրերը, փաստաթղթեր, առանձնատիպեր, լուսանկարներ, դրան զուգահեռ պարբերաբար ցուցադրությունը համալրվում է նոր իրերով եւ դրանք տեղ են գտնում ժամանակավոր ցուցադրություններում։ Եվ այս պահին հենց հիմա ընթանում է թանգարանում շատ հետաքրքիր մի ցուցադրություն։ Դա ուզում եմ ասել, որ վերջին փուլի ծրագրերից խոսենք ու հիմա ինչով եք զբաղված։ Այո, մարտը ընդհանրապես Օրբելի թանգարանի համար շատ կարևոր է, որովհետև մարտին ծնվել է հռչակավոր ակադեմիկոս, արևելագետ, թանգարանագետ Հովսեփ Օրբելին։ Եվ Հովսեփ Օրբելու ծննդյան 139-ամյակի կապակցությամբ մենք այսպիսի մի հետաքրքիր ցուցադրություն ունեցանք, որը երկլեզվյան, այսպես ասեմ, համագործակցություն էր Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի կենտրոնի հետ եւ մշակույթի կենտրոնը շատ աջակցեց հատկապես պարսկերեն լեզվով տեղեկատվությունը մեր այցելուներին հասանելի դարձնելու այդ թարգմանչական աշխատանքների ուղղությամբ։ Այսինքն ավելի լայն մասաների գրավեց։ Այն երկլեզվյա ցուցադրություն է եւ դա իրանագիտության ոլորտում Հովսեփ Օրբելու կատարած այդ շատ այսպես
հանրությանը քիչ հայտնի, իհարկե նեղ մասնագիտականից բացի, բայց հանրության այդպես լայն շերտերին հայտնի չէ, որ Հովսեփ Օրբելին մեծ աշխատանք է կատարել իրանագիտությունը եւ ընդհանրապես Իրանի մշակույթը պահպանելու, հանրահռչակելու ուղղությամբ։ Իսկ իրանցի շատ այցելուներ ունեցանք ու համաժնորհություններ եւ բացահայտումներ այս պատերազմական իրավիճակը մի փոքր ազդել է այցելուների հոսքի վրա, բայց նախորդ տարի պետք է շատ մեծ ուրախությամբ փաստեմ, որ այո, մենք շատ իրանցի այցելուներ ենք ունեցել եւ այդ ուրեմն թիվը աճելու միտում ունի։ Այո, ինչը իսկապես միայն ուրախացնում է եւ ասեմ, որ ցուցադրության մեջ ներառված են շատ հետաքրքիր ուրեմն փաստաթղթեր Հովսեփ Օրբելու տան արծաթեղենից հատված հուշադրամը, որը նա հատուկ ուրեմն պատրաստել տվեց, որպեսզի կոնգրեսի ուրեմն 17 երկրի պատվիրակներ իրենց հետ տանեին, դուք պատկերացրեք դա ինչքան ահռելի մեծամասշտաբ եւ սովետական միության մեջ առաջին միջազգային ցուցադրություններ նվիրված իրանական արվեստին պետական Էրմիտաժի 84 սրահներում, այդ թվում նաեւ Հայաստանից էլի իրանական մշակույթին առնչակից Նյութեր Լուվրից, աշխարհի խոշորագույն թանգարաններից հավաքված, դա 1935 թվականն էր եւ նա նաեւ Իրանի շահի կողմից մեկ տարի առաջ արժանացել էր այսպես շատ հետաքրքիր անձնական նվերների, վերջին շահ Մուհամեդ Ռեզա Փեհլևին նրան նվիրել էր թաշկինակ Ֆիրդուսու պատկերով, Ֆիրդուսու Հազարամյա Հոբելյանի կապակցությամբ, արծաթյա ծխախոտատուփ պարսկերեն ընծայագրով, որը նույնպես ներառված է ցուցադրության մեջ եւ մեր այցելուները բացառիկ հնարավորություն ունեն դեռ 1 ամիս շարունակ վայելել այդ ցուցադրությունը, որը իսկապես բացառիկ է եւ այսպես նորովի կբացահայտեն արևելքի աշխարհը Հովսեփ Օրբելու հետ միասին, նաեւ փաստեմ, որ այս ցուցադրության շրջանակներում թանգարանը նույնպես առաջարկում է նոր կրթական, դաստիարակչական ծրագիր ուղղված արդեն աշակերտների համար։ Նախատեսված է կրթական ծրագիրը 7-ից 10 մինչև 12-րդ դասարանի աշակերտների համար գիտական արկած արևելքի աշխարհում Հովսեփ Օրբելու հետ միասին եւ մենք ներառել ենք այսպես քվեստ տարբերակ, որ աշակերտները այսպես հատուկ հուշումներով պիտի գտնեն եւ ցուցանմուշները եւ ինչպես նաեւ վերականգնեն Օրբելու տեքստից բացակայող հատված Սա կարծես մոտիվացնում է, որպեսզի եւ տեղեկացված լինեն, իմանան տեղեկությունները, հարցերին պատասխանեն ու նաեւ վերջում ստանան մրցանակ։ Վերջում նրանք կպարգևատրվեն, այսինքն խաղը նախատեսում է, որ 2 թիմի են բաժանվելու աշակերտները եւ այսպես հաղթող թիմը նաեւ թանգարանի կողմից այսպես ստանալու է իր այսպես խրախուսանքը։ Հրաշալի, այս պայմանին ենք փոքրիկ տեսանյութ, որ դիտենք ու վերադառնանք թեմային վերաբերող։ Վերադարձանք տաղավար եւ թանգարանային գիշերն է եղել, հետաքրքիր է ինչով է առանձնացել Օրբելի եղբայրների թանգարանը, ինչով է զարմացրել այցելուներին եւ ինչպես անցավ առհասարակ։ Թանգարանների գիշերը այս տարի եւ ընդհանրապես ամեն տարի Օրբելի եղբայրների տուն թանգարանում շատ այսպես մեծ տոնի է վերածվում եւ այս տարի նույնպես մենք իհարկե ամբողջ թանգարանային համայնքը միավորվել էր թանգարանների միջազգային խորհրդի կողմից առաջադրված այդ խորագրի ներքո թանգարանները միավորում են մասնատված աշխարհը եւ Օրբելի եղբայրները տուն թանգարանը այսպես յուրօրինակ կերպով հաղորդակից դարձրեց աշխարհին Օրբելի եղբայրների ծնողների իրենց նեղ անձնական նամակներին, որը մենք համագործակցությամբ իրականացրեցինք Շարլ Անզնավուրի Անվան մշակույթի եւ արվեստի պետական քոլեջի հետ միասին, ուսանողները կերպարային ստացել էին Օրբելի եղբայրների մոր, հայրիկի, Աբգար Օրբելու եւ հենց գիտնական եղբայրների կերպարները իրենց հուշասենյակներում, իրենց աշխատանքային այդ միջավայրում այցելուների այո, թատերական, իրենք կոչվում են կենթանի նամակներ, այսպես կենթանի ընթերցումներ եւ իրենք այդ նամակները ընթերցում էին, այո, կերպարներով ստացած այդ պատկերը, որքան հնարավոր է առավել այսպես մոտ ժամանակաշրջանին եւ կերպարին եւ մեր այցելուները իսկապես հիացած, ողջավորված էին, քանի որ սա իսկապես նորություն էր։ Հրաշալի մտահղացում իրականում։ Եվ նամակներ իսկապես շատ խորը
իմաստ ունեն, շատ խրատական են, կրթող արդի ժամանակներում, քանի որ օրբելիների հայրական ընտանիքը, որը սերում է մի քանի իշխանական տներից, օրբելյաններ, մամիկոնյաններ եւ զաքարյաններ, իրենք իսկապես հայ ընտանիքի եւ հայ սերնդի դաստիարակության լավագույն օրինակ են եւ իսկապես այն մեծ տպավորություն թողեց մեր այցելուների վրա, որոնք իսկապես հիացած հեռացան։ Առաջարկում եմ հենց այս պահին այդ տպավորությունները մենք էլ վայելենք ու մի փոքրիկ հատված տեսնենք ու վերադառնանք։ Հետաքրքիր է, որ այս ձևաչափի մեջ այս գաղափարը երբ տեսա, իմ մոտ էսպիսի հարց ծագեց, եթե դուք այսօր որպես ղեկավար հանդիպեիք օրբելի եղբայրներին, ինչ հարց կտայիք կամ ինչ կցանկանայիք ցույց տալ ձեր թանգարանը։ Իրականում այսպես շատ հուզող հարց եք տալիս, որպես թանգարանի այսպես աշխատակից, ասեմ, ինձ համար իրենք մարդու, քաղաքացու լավագույն օրինակ են եւ իհարկե նախ ուրախացնեի, որ իրենց ժառանգությունը լավ ձեռքերում է, թանգարանի աշխատակիցներ իսկապես իրենց գործի նվիրյալներ են, ովքեր ոչ մի ջանք չեն խնայում այդ ամեն ինչը պահպանելու, աչքի լույսի պես պետք է փաստեմ, աչքի լույսի պես պահելու եւ այն իսկապես հետագա սերունդին կրկին ժառանգելու միտումով եւ նաեւ նրանց յուրօրինակության գաղտնիքը կխնդրեի, որպեսզի ինձ բացահայտեն, քանի որ իսկապես ինձ համար նրանք յուրօրինակ են իրենց տեսակում գնալ այդքան առաջ, հասնել փառքի բարձրունքին, միևնույն ժամանակ մնալ մարդ, մնալ լավ, ուրեմն մարդու տեսակ եւ նաեւ կարողանալ ուժերի սահմաններում անել ամեն ինչ, որպեսզի այդ ծանր պայմաններում օգնել հայրենիքիդ եւ թողնել մեծ ժառանգություն, հարկ եղած դեպքում վտանգելով անգամ ֆիզիկական քո գոյությունը, որը երկուսի դեպքում էլ եղել է։ Եվ ժամանակն իսկապես առաջ է սլանում, ու մենք էլ պետք է քայլենք ժամանակի հետ, ու կան ժամանակակից հետաքրքիր արդեն գործոններ, ձեր թանգարանն ինչով է առանձնանում։ Իսկապես թանգարանները այսօր կանգնած են շատ այսպես կարևոր խնդիրների առջև, որոնցից մեկը այցելուին ժամանակակից ձևաչափով ներկայանալն է եւ այսօր Հայաստանի գրեթե բոլոր թանգարաններում այդ արդիականացման process-ներն են ընթանում, պիտի փաստեմ, եւ Օրբելի եղբայրների տուն թանգարանը վերջերս միացել է մի շատ հետաքրքիր նախաձեռնության, որտեղ կիրառվում է արհեստական բանականությունը, գիտեք, այսօր դա արդեն դարձել է մեր կյանքի այսպես մի անբաժան մասը, այո, եւ մի շատ հետաքրքիր նախագիծ է, ընտրվել են մի քանի թանգարաններ, որոնցից մեկը հենց Օրբելի եղբայրների տուն թանգարանն է եւ ստեղծվել է հատուկ ծրագիր, որտեղ հենց թանգարանը ինքն է գեներացնում, ավելացնում այն ինֆորմացիան, որը կարելի է այցելուն, հատկապես օտարերկրյա զբոսաշրջիկ այցելուն հենց իր հեռախոսի միջոցով լսել, այո, QR կոդի միջոցով թանգարանում տրվելու է QR կոդ եւ պահելով ուղակի QR կոդը սկանավորելով նա տանելու է chat-bot, որտեղ արդեն գրեթե 60 եւ ավելի լեզուներով հասանելի է լինելու այդ ինֆորմացիան յուրաքանչյուր ցուցասրահի ցուցանմուշ, փաստաթուղթ կամ չգիտեմ լուսանկար, որը այսօր թանգարանները 2 եւ 3 լեզվից ավելի այդպես ինֆորմացիան չեն կարողանում տեղ հասցնել լավագույն դեպքում։ Իսկ փոքր տուն թանգարանների դեպքում դա հատկապես խնդիր է եւ սա գալիս է լուծելու մի շատ կարեւոր խնդիր եւ այսպես այդ աուդիո գիդը քո հեռախոսի մեջ դու ինքդ շրջելով թանգարանում քեզ դուր եկած ցուցանմուշը միայն ուղակի մենյուից այդ ցանկից ընտրում ես քեզ այսպես համարը եւ այն պատմում է քեզ օրինակ ֆրանսերեն, անգլերեն, ճապոներեն, տարբեր լեզուներ եւ ասեմ որ շատ որակյալ է ինքը այսպես շատ արագ այդ թարգմանությունը շատ արագ է իրականացվում եւ ինֆորմացիան էլ ջնջվելու այսպես ձևով 2 ժամ հետո ինքը ուղակի անհայտանում է որպեսզի այն չկրկնօրինակ
քանդակվի այլ նպատակներով, այսինքն չօգտագործվի, այսինքն դա մնա կրկին թանգարանի սեփականություն է, այստեղ հեղինակային այդ իրավունքի մասը լավ ապահովված է։ Հրաշալի մի նախաձեռնություն է, մենք աշխատանքները արդեն սկսել ենք եւ շուտով մեր այցելուներին դա հասանելի կլինի տուն թանգարանում։ Սա այն բառապացույցն է, որ ժամանակակից գործոնը կարելի է կիրառել ճիշտ ձևաչափում եւ դա կլինի միայն օգտակար։ Ինձ մնում է շնորհակալություն հայտնել ձեզ, որ այս առավոտ ժամանակ գտաք ու կիսվեցիք այսպիսի կարևոր ծրագրերով, նախագծերով ու նորություններով։ Ես մաղթում եմ ձեզ միշտ շատ այցելուներ, թող որ իսկապես շատ մարդիկ գան, ծանոթանան Օրբելի եղբայրների հետ, նրանց ժառանգության հետ եւ շնորհակալ եմ ձեզ նվիրումի համար, որովհետեւ ձեր աչքերից երևում է, թե դուք ինչքան եք սիրում ձեր աշխատանքը ու դա ձեզ համար պարզապես աշխատանք չէ։ Շնորհակալ եմ, որ ուզում եք տեղ հասցնեք։ Շնորհակալ եմ, իսկապես մեր թանգարանը յուրօրինակ է, շատ այսպես կոլորիտային, փոքրիկ, շատ հրաշալի հավաքածուով, ձեզ նույնպես հրավիրում եմ մեր տուն թանգարան, եթե կլինեք Ծաղկաձորում։ Հիմա շատերն կհարցնեն որտեղ է, այս այ։ Այո, մեր տուն թանգարանը գտնվում է Կոտայքի մարզի քաղաք Ծաղկաձորում, կենտրոնական Օրբելի հենց եղբայրների պատվին կոչված փողոցի վրա, շատ տեսանելի, հենց Օրբելի եղբայրների հուշարձանի կողքին, որի հեղինակը Արտաշես Հովսեփյանն է եւ այն տեղադրվել է 1987 թվականին Հովսեփ Օրբելու 100-ամյակի կապակցությամբ։ Անհնար է ուղղակի չնկատել մեր տուն թանգարանը, մեծ սիրով բոլորիդ հրավիրում եմ անպայման հենց լինեք Ծաղկաձորում, համեցեք, ձեր աչքերով տեսեք, զգացեք այն, ինչը իսկապես շատ արժեքավոր է եւ կարեւոր մեր ժողովրդի պատմության համար։ Անչափ շնորհակալ եմ, մեծագույն սիրով հիշեցնեմ, որ իմ հյուրն էր Հայաստանի պատմության թանգարան Պոակի մասնաճյուղ Օրբելի եղբայրների տուն թանգարանի ղեկավար Մարիամ Օհանյանը։ Շնորհակալություն ձեզ։ Շնորհակալ եմ։ Ձեզ էլ սիրելի հեռուստատող մնում է միայն ասել, անպայման գնացեք թանգարաններ, այցելեք, վերցրեք ձեր երեխաներին այցելեք եւ ոչ միայն երբ լինեք Ծաղկաձորում գնաք Օրբելի եղբայրների թանգարան, այլ նաեւ հատուկ նպատակով ընտրեք մի օր, վերցրեք ձեր երեխաներին եւ գնացեք Ծաղկաձոր ծանոթանալու այս հրաշալի եղբայրների թողած ժառանգության հետ, ու ինչու ոչ թանգարանի կազմակերպած նորամուծությունների ու նոր ծրագրերի հետ ավելի մոտիկից։ Այսօրվա համար այսքանը, ձեզ հետ Անահիտ Կիրակոսյանն էր, ուզում եմ, որ ձեր օրը լինի բարի։